Բազմազավակ հայր եմ, 5 երեխաների հայր, 7 թորնիկների պապիկ, անցա կառավարության շենքի դեմով, որն ինձ հիշեցրեց Դանթեի դժոխքի երևի ամենախոր 7-րդ պարունակը։ Ուղղակի ապշանքի ասնում մտածող մարդու զարմանքը, թե ոնց կարող է հայ արարչագործ ժողովուրդը հայտնվել այս վիճակի մեջ։ Եթե հիմա ասենք տեսնում ենք այս շենքերը, որ իրոք երկրի սրտում կանգնած են հրապարակում թամանյանական կարելի ասած գլուխ գործոցը, որոնց մեջ մեծավ մասամբ նստած են մեր ապազգային կասեի իշխանությունները, ուրեմն ընդեղ էլ ինչպես ամեն բանին ունի իր ստեղծողը, դա մի ստեղծագործություն է, ուրեմն ընդեղ էլ կա դրա ստեղծագործողը։ Եվ ովքեր են այդ ստեղծագործողները։ Ես կասեի առաջին հերթին մեր ժողովուրդը, որ մենք կարողանում ենք համակերպվել վատին, առավել վատին եւ ամենավատին դեռ չենք ասել, երևի։ Դրա համար ոտքի չենք կանգնում։ Մենք մի ամբողջ տարի ազատամարտիկներս կանգնեցին հրապարակում, բայց կարծես չստացավ դա այն արձագանքը ժողովրդի մոտ, որ այս մարդիկ են եղել այն դժնդակ տարիներին իրենց կյանքը հայրենիքի համար տվողները, սրանք չեն գեղցին։ Ճիշտ է, այսօր էլ մենք էլի կանգնած ենք, իսկական ազատամարտիկը մինչև իր մահ գերեզման մնում է իր համոզմունքներին, իր երկրի նվիրյալը։ Ինչ ասեմ, ես էլի կմեղադրեի միայն մեր ժողովրդին։ Եթե մենք ամենագիտակից, ամենաարարող, ամենասկզբնական ժողովուրդն ենք եղել, որ մեզ աշխարհը ճանաչել, սիրելու, հարգելա եւ այսօր մենք այս վիճակին ենք, ես կմեղադրեի առաջին հերթին մեզ, ժողովրդից։ Այդ նախարարներից, որ այսօր չգիտեմ, ինչ որ փետրավոր ամպերի նման են գալիս ու գնում, ժողովրդին էլ նայում, ոնց որ քուրդը խոզի մսին ու անցնում, մենք այդքան մեծ բարոյական իրավունք չունենք գանգատվելու։ Եթե նույն նախարարների, չգիտեմ, նախագահից սկսած բոլոր իշխանավորների, որոնք ծնվել են մեր մեջ, հայ են կոչվել, նրանց ծնունդին մենք շնորհավորել ենք, աչքալուսանք ենք տվել, ուրախացել ենք նրանցով։ Ինչ որտեղ կյանք ենք տվել նրանց համար, բայց այսօր այսպիսին են, դա էլի մեզնից էր կախված։ Եթե մենք այսօր իրանց կառապնարան ենք տանում, մեր մեղքն էլ այդտեղ բարձր։ Ես չգիտեմ, այստեղ ուրիշ ելք չկա։ Անարդարությունը այնպես է տիրել երկիրը, որ սուտ են մնացած սոցիալական պայմանները, հայը կարող է արարել իր մի կտոր հացը, թեկուզ զնդանված, բայց այստեղ անարդարության խնդիրն է։ Երկրում անարդարությունն է հասել իր գագաթնակետին, այս փախուստը ամեն ինչը թող ուրիշ կերպ չորակեն, մենք աշխարհածավալ ազգ ենք, մենք չգիտեմ գնացող ազգ ենք, դա էլի հիմքը ունի, բայց գլխավոր հիմքը անարդարությունն է վերից վար։ Եթե այսօր կառավարությունում, իշխանությունում պետք է ինչ-որ մեկին վերցնեն, եթե նա չունենա բավարար սրիկայության համբավ, չունենա, չգիտեմ, հնչեղ մականուն, չեն վերցնի հաստատ։ Եթե նա ինչ-որ հանցագործություններ էլ անի, թեկուզ ամենասարսափելի հանցագործությունները, կասեն սրիկա է, բայց մեր սրիկան է, ինչ անենք։ Եվ այս բանը եղել է առաջին իշխանություններից, երկրորդով էս էլ երրորդ է։ Մենք ազատամարտիկներս այսօր ճիշտ է, փորձում են մեզ պառակտել տարբեր ճամբարների, բայց իսկական ազատամարտիկը, ով իր կամքով կամավորաբար դուրս է եկել հայրենիքի պաշտպանության համար, նրա հոգին փոխել, հեղափոխել անկարելի է, նա իր բնատուր գենետիկ սկզբունքայնություն ունի, սա չի վերաբերում են ասֆալտի ֆիդայիներին,
Սա չի վերաբերում, չգիտեմ, ժամանակավոր են, որ բռնել տարել են մի ամսով, 3 ամսով, նրանց չի վերաբերում, թեկուզ նրանցից շատերը այնտեղ ավելի մեծ հերոսություններ են արել, բայց իսկական ազատամարտիկը մեզ ոչ մեկ չի կարող պարակտի։ Հարկավորը պահին մենք բոլորս էլ մի վայրում ենք լինելու միևնույն նպատակի համար։ Այս երկիրը պետք է փոխել։ Մենք իրավունք չունենք, մենք եռաբլուր ենք մտնում գլխի կոր, ամոթխած, մենք նրանց հոգիներին ասելու բան ունենք, երկիրը պետք է միանշանակ փոխվի։ Այս երկիրը ոնց եղել է, նախատեսվել է որպես դրախտ, այդպես պետք է վերածվի դրախտի։ Այս ազգը ստեղծագործող է, արարող է։ Այս իշխանությունները, չգիտեմ, եթե չունեն հայրենասիրություն, ուրեմն որպես դա մարդու առաքինությունների, բոլոր լավ առաքինությունների մայր, եթե չունի այդ հայրենասիրությունը, նրանից ամեն ստորություն կարող ես պահանջել, և մենք տեսնում ենք դա։ Սա միանշանակ փոխել է պետք։ Ժողովուրդը պետք է մի անգամ գոնե հասկանա, խելքի գա, ով է իր հարազատը, ով իր թշնամին, կանգնի ազատամարտիկի կողքին, և այս ամեն ինչը կփոխվի մեկ օրում։